Հարցս ուղղում եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար պարոն Խուդատյանին։ Պարոն Խուդատյան, հարցս վերաբերվում է հյուսիս-հարավ Շերամ փողոցով Մալացիայից դեպի Աջափնյակ տանող ճանապարհահատվածին, որտեղ որ երկար տարիներ խնդիր կա եւ ճանապարհը չի շահագործվում։ Գիտեմ, որ դատական ինչ-որ պրոցեսներ կա, խնդրեմ հետեւյալ տարածքի հետ կապված, եթե կարելի է մանրամասներ ներկայացնեք, որովհետեւ մեր հայրենակիցները շատ են հետեւյալ հատվածի հետ կապված դժգոհում, այո, ասեմ, ամբողջ ճանապարհը, որ արդեն գործում է, Շիրակի մարզից դեպի Սյունիքի կողմ, այդ ամբողջ ճանապարհահատվածի բեռը երբեմն ընկնում է վարչական շրջանի վրա, խցանումներ եւ ճանապարհները պարալիզացվում է, շատ լուրջ խնդիր է, խնդրեմ ասեք հետեւյալի հետ կապված ինչ կա, շնորհակալություն։ Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան հարցի համար։ Հարցի խնդիրը, այսինքն էությունը պայմանավորված է դատական գործով, մենք մոտ ենք դատական գործի հանգուցալուծմանը եւ պլանավորում ենք առաջիկա ամիսների ընթացքում այնտեղ մրցութային գործընթաց իրականացնել մեծ հավանականությամբ շինարարի ընտրության մասով։ Փոքր հատվածի մասին է խոսքը, ընդամենը 3-400 մետր, այսինքն այն պայից սկսած, երբ որ շինի աշխատանքները մեկնարկեն, շատ արագ մենք ավարտը կունենանք, իմիջիալոց նաև դուք էլ նշեցիք, ես էլ օգտվելով առիթից կուզեմ ասել, որ ամբողջությամբ ավարտել ենք ձեր նշած հատվածից դեպի Գյումրի գնացող ճանապարհը պատրաստ է երթևեկության համար, հիմա այնտեղ լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ են իրականացվում, որից հետո ճանապարհը պլանավորում ենք մարտ ամսվա ընթացքում ամբողջությամբ հանձնել շահագործման, փոքր հատվածի մասով էլ վստահ եմ այս տարի մենք հանգուցալուծում կունենանք եւ ճանապարհը դեպի մայրաքաղաք Երևան ամբողջությամբ մոտ կլինենք կամ պատրաստ կլինի կամ ամբողջությամբ մոտ կլինենք պատրաստ լինելուն կախված դատական process-ի հանգուցալուծման տեմպերից։